Եվ առաջիկայում սպասվող ազգային ժողովի ընտրություններով 6 ամիս հետո մոտավոր սպասում են ընտրություններ, գաղտնիք չի, որ հայրենիք կուսակցությունը առավել ևս վերջին ամիսներին ակտիվ զբաղված է կուսակցաշինությամբ, մենք հրապարակում ենք այդ կադրերը, թե ինչպես հանրապետության արդեն տասնյակ համայնքներում ստեղծում ենք տարածքային կառույցներ, ընդ որում համայնքներում, որտեղ մենք երբեք չենք ունեցել կուսակցության անդամներ։ Եթե նախկինում առաջնորդում ենք մարզային կառույցներով, հիմա արդեն շրջանային կառույցներով, հրապարակային, միանշանակ, անկասկած, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, իրենք պայմանավորում են կուսակցության ակտիվությամբ, փորձում են որոշակի լծակներով ճնշել, խնդիրներ առաջացնել։ Հաչի Գալստյանը, ինչպես գիտենք, կուսակցության գործադիր մարմնի անդամ է, կուսակցության գլխավոր քարտուղարն է, առանցքային դեր ունի կուսակցաշինության աշխատանքներում։ Հաչի Գալստյանը շատ ակտիվ ուրեմն հանրային քաղաքականություն է իրականացնում, գնահատականներ են հնչեցնում այս իշխանության գործունեության վերաբերյալ, մեր կուսակցության ծրագրերի վերաբերյալ, իրենք էլ ինչ այլ գործիք չունեն, ոչ են կարող ասեն, գիտեք ինչ, Խաչի Գալստյանը նախկինում եղել է այսինչ պաշտոնի, չգիտեմ, այսինչ գույք ունի, այնա թալան է, այնա արել, կամ հայրենի կուսակցությանը մեղադրեն, չէ, բան չկա, պետք է մի բան բերենք, ցած գրպաններս։ Գրասենյակ եք բացել, մարդեն բռնել։ Ճիշտ հասկանանք, երբ որ կուսակցությունը ընդլայնվում է, կուսակցությունը ուժեղանում է, իսկ առջևում ընտրություններ են, ամեն բան անում են, որպեսզի խոչընդոտեն մեր քաղաքական գործունեությանը, սա այս գործելավոճը մենք ոչ միայն հիմա ենք զգում, հիմա ինտենսիվանում է, առաջիկայում առավել կինտենսիվանա, արդեն նշեցի ընտրություններով պայմանավորված, բայց նաև երբ որ հետայաց են գցում կուսակցության գործունեությանը, տեսնում ենք, որ 5 տարի շարունակ ամենատարբեր ճնշումների միջով մենք անցել ենք, տասնյակ քրեական գործեր, էլ ավելի շատ ուրեմն, չգիտեմ, բերման ենթարկել, ֆիզիկական, ամեն տիպի ճնշումների ենթարկվել ենք, էլ դրանից ավել կարծում եմ դժվար է պատկերացնել։ Նպատակը քաղաքական է եւ իշխանության նպատակը քաղաքական ընդդիմախոսներին, հակառակորդներին պայքարից դուրս հանելն է եւ այս նախընտրական փուլը։ Տեսեք, այս իշխանությունը ժամանակի ընթացքում ինչքան սկսեց կորցնել իր հանրային վստահությունը, լեգիտիմությունը, այնքան ավելի ինտենսիվացրեց ճնշումները քաղաքական կուսակցությունների հանդեպ։ Մեր կուսակցությունները այդ առումով առաջատար դիրքերում է։ Սա աքսիոմա է, սա փաստ է, անհերքելի է, ուղղակի գիտեք ամենաաբսուրդը ինչում է կայանում, երբ որ մի իշխանություն, որը սիրո հանդուրժողականության մասին է խոսում է օրենքի գերակայության մասին, անընդհատ բերանները բացում են, մի 5 բառից առնվազն 2-ը ժողովրդավարություն ու արի ու տես է ժողովրդավարության պայմաններում գալիս են Նիկոլ Փաշինյանը վախենում է իշխանաձեռքումից, Նիկոլ Փաշինյանը բնականաբար վախենում է նաև Արտուր Վանեցյանից, քանի որ իրենք ինֆորմացիան շատ լավ ստանում են, թե ինչ գործունեություն ենք քաղաքական իրականացնում, մեր դիրքերը ինչպես է ամրապնդում, դրանից ելնելով փորձում են ավելի մեծ ճնշումներ բանեցնել։